Ադրբեջանական մամուլն ու սոցցանցերը չեն թաքցնում ցնծությունը, որ Փաշինյանը մնալու է իշխանության։ Քաղաքացիական պայմանագիրը ջախջախիչ հաղթանակ տարավ։ Այսպիսի վերնագրերով են ողողված ադրբեջանական ու թուրքական կայքերը։ Հայաստանում ազգային ժողովի ընտրության արդյունքն իրավամբ կարելի է անվանել Իլհամ Ալիևի ռազմավարական հաղթանակը։ Ամենակարճ ժամկետում անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե եւ ընդունել Հայաստանի նոր սահմանադրություն, որում պաշտոնապես կարձանագրվի Ադրբեջանի նկատմամբ ցանկացած տարածքային պահանջից հրաժարում։ Նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովն էլ շնորհավորել է ադրբեջանցիներին, թե այսպես կոչված երկաթե բռունցքը 5 տարվա ընթացքում միացում կոչվող քաղաքական շիզոֆրենիայից բուժել է Հայաստանի քաղաքացիների 50%-ին։ Ինչու էր Բաքուն այսքան շատ հետաքրքրված հայաստանցիների քվեարկությամբ։ Սա եզակի ընտրություններն են, երբ որ Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանում ունեն իրենց տեխնացուն եւ տրամաբանական էր, որ իրենք պետք է անհանգստություն հայտնեին կամ հետաքրքրվեն իրենց տեխնացուի քաղաքական ապագայով, այդ իսկ պատճառով հետաքրքրությունը, հրապարակումները, տեսանյութերը, ռեպորտաժները թուրքական լրատվամիջոցներում, ադրբեջանական լրատվամիջոցներում իրենք բավականին շատ էին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են խաղաղ ու հանդարտ մթնոլորտում։ Անկարան հույս է հայտնել, որ հետընտրական շրջանում Երևանն առավել համարձակ քայլեր կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության ապահովման եւ իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ Իրենց համար էլ մեր մոտ տեղի ունեցած ընտրությունները իրենք գոյաբանական նշանակություն ունեն։ Ճիշտ է իրենց ձևակերպման ռևանշիստներ, բայց մեր ձևակերպումները լրիվ այլ են։ Եթե այդ ուժերը միանգամից հաղթանակ գրանցեն, այսինքն ոչ թե առաջին փուլով զրկեին Փաշինյանի սահմանադրական մեծամասնությունից, այլ միանգամից հաղթանակ տանեին, դա շատ լուրջ հայտ էր։ Այն ձևավորված աշխարհաքաղաքական պատկերը, որոնք կան 44 օրյա պատերազմից հետո, այդ պատկերը փոխելու իրենց դա չի կարող չհետաքրքրել։ Ռեջեփ Էրդողանն էլ ընտրության նախնական արդյունքի հրապարակման հաջորդ օրը ընդունել է Պոլսո-հայոց պատրիարք Սահակ arczepiskopos Մաշալյանին։ Քննարկել են հայ համայնքին վերաբերող հարցեր։ Նորին ամենապատվությունը համայնքի անունից շնորհակալություն է հայտնել Էրդողանին ցուցաբերած հետաքրքրության համար։ Ընտրություններից օրեր առաջ էլ Երևանի կենտրոնից իրական Հայաստանի կրծքանշանով ուղիղ եթեր էր մտել լրագրող Սերդար Քորորջուն։ Թուրք լրագրողը երեք մեր մոտ հյուր էր այստեղ, ինքը շատ հետաքրքիր մի ձևակերպում տվեց, ասաց դուք որ ինձ մեղադրում եք նրա համար, որ ես դա ներկայացնում եմ, այդ քարտեզը զարմանալի է, որ այսպես ասած մեղադրանքների սլակները իմ կողմն են ուղղված, դրանք ուղղված են Նիկոլ Փաշինյանի կողմը, պետք է ուղղված լինեն, որտեղ ինքն է այդ քարտեզով այսպես ասած հանրությանը ներկայանում։ Ու եւս մի կարևոր նրբերանգ է նույն թուրք լրագրողից, ինքը ինչ է ասում ընդհանրապես Թուրքիայում քարտեզները որպես, չգիտեմ, քաղաքական սիմվոլ օգտագործում են թուրք ազգայնականները։ Այստեղ դրա համար Նիկոլ Փաշինյանը կարող ենք ասել, որ թուրք ազգայնականների քաղաքական սիմվոլիկան է Հայաստանում օգտագործում։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը դեռ քարոզարշավի ընթացքում էր իր ելույթներում անդրադառնում ընտրություններին ու հայ ընտրողի այսպես ասած ճիշտ ընտրությանը։ Բաքվի քարոզչությամբ, եթե Հայաստանում ձևավորվի իրենց ձևակերպմամբ ռևանշիստական իշխանություն, իրենք ստիպված կլինեն դիմել կանխարգելիչ քայլերի։ Սա ըստ մասնագետների իշխանության, եթե մենք չընտրվենք, պատերազմ կլինի, ձևակերպման շարունակությունն է։ Ինչ էր ասում Փաշինյանը, եթե ԿՊ-ն սահմանադրական մեծամասնություն չունի, կա հավանականություն, որ պատերազմը լինելու սեպտեմբերին, իրենք սահմանադրական մեծամասնություն չունեն, սա էլ արձանագրենք։ Հիմա ինչ առաջարկում են սեպտեմբերին սպասենք պատերազմի, թե սա ուղղակի հերթական սուտն է։ Մանուշակ Մելքոնյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։